Տղա ջան, տես չի։ Կլինի սուս մնաս, ինձ քո խորհուրդները ընդհանրապես չի հետաքրքրում։ Ուղղակի սուս մնա։ Դու շատ անհարգալից ես։ Բայց քանի որ իմ տղան ես, ես ներում եմ քեզ։ Դու մտածում ես ինձ քո ներելը հետաքրքիր, հա։ Կներեք էլի որ խանգարում եմ։ Անունդ ի՞նչ է։ Դանիել, դու ով ես։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում Դանիել։ Ուշադիր լսի ու կփոխանցես բոլոր այն ընկերներիդ, ովքեր ծնող հարգել չգիտեն։ Դու պատկերացրես, որ մի օր հնարավոր է մամադ քեզ չզանգի։ Իմ համար մեկը։ Քո համար մեկը, հա։ Դե հիմա ուշադիր ինձ լսի այդ փոքր մարդ։ Մորը ոչ ոք չի փոխարինի։ Մայրը քանի քո կողքին է, կարևոր չի դու 12 տարեկան ես, 15 տարեկան ես, թե քանի տարեկան ես։ 27։ 27 տարեկան ես։ Ինքը քանի կա, դու քեզ լավ ես զգում, ապահով ես զգում։ Ու իրան, իր ջերմությունը ոչ ոք չի կարող փոխարինի։ Ոչ քո ընկերուհին, ոչ էլ վաղը միսօր քո կինը։ Իրես ինչքան կուզեի, որ մայրս կողքից լիներ։ Ես ամեն բարկյան ուզում եմ իրան ասեմ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դու արել ես։ Որ դու ինձ մեծացրել ես, որ դու ինձ ուսման ես տվել, որ դու ինձ ամեն ինչ ես տվել։ Մայրը ծնողը ընդհանրապես երեխու համար բառից բուն իմաստով ամեն ինչը։ Հասկացա՞ր։ Դու գիտես գոնե մայրդ ինչքան աշխատել, չարչարվել, որ քեզ sense թանկանոց շորեր առնի հագնես։ Կամ լավ հեռախոս որ բռնես ձեռդ։ Вообще կյանքում աշխատած կաս կամ գոնե մի հատ բուկետ մամային նվիրած կաս կամ լավ մի հատ ծաղիկ։ Չէ, ոնց կլինի, դու կրուտո ես, չէ։ Կամ անգերներդ ինչ կասեն։ Սպասեմ։ Ուրա գնում ես աշխարհը։ Ինչի մարդիկ չեն գնահատում ամենաթանկ բանը իրանց կյանքում։ Հենց հիմա գրկի մորդ ու ներողություն խնդրում։ Ու սրանից հետո կլինես օրինակելի զավակ, ոչ թե քեզ կպահես շարքային անշնորհակալ պորտաբույծի պես։ Չես լսում ինչ եմ ասում։ Ասում գրկի մորդ ու ներողություն խնդրում։